Աշխարհի չեմպիոնը դեռ չէր, շատ էր ուզում եւ ցանկացավ դառնալ։ Որդու եւ իր երազանքը կատարված է, Հայկ Մարտիրոսյանի հայրը չի թաքցնում հուզմունքը։ Երկար տարիների մարզումներից ու աշխատանքից հետո որդին աշխարհի չեմպիոն է դարձել դեռևս 16-ը չլրացած։ Ինքը հենց սկսել է խաղալիքներով խաղալ, մենք շախմատը արդեն շարում էր, սովորում էր։ Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջին 7 տուրում Հայկը նույնքան հաղթանակ էր տարել։ Այսպիսի վստահ մեկնարկից հետո մարզչից հրահանգ էր ստացել։ Մյուս 4 պարտիաները հարկավոր է ավարտել նվազագույնը ոչ ոքիով։ Հանձնարարությունը կատարված է, աշխարհի առաջնության ոսկե մեդալն արդեն Հայաստանում է։ Փոքրուց էի երազել, որ դառնամ աշխարհի չեմպիոն, եւ նաեւ շատ ուրախ եմ, որ մեր երկրի հիմնը հնչեց այնտեղ։ Մեդալների իր հավաքածուն Հայկն ավելացրեց ոսկեով, որն ըստ նորընծած չեմպիոնի մինչև հիմա նվաճած ամենակարևոր մեդալն է։ Հայրենիք բերող ճանապարհին ինքնաթիռում արդեն մտածել է առաջիկա մրցաշարերի մասին։ Նպատակը մեկն է, որքան հնարավոր է շուտ հայտնվել Հայաստանի հավաքականում ու լավագույն գրոսմաստերների հետ պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Առաջիկայում մասնակցելու եմ այդ Պերվի լիգայի մրցաշարին, այնտեղից 3 տեղը նվաճում է մասնակցել Վիշի լիգայի առաջնություն եւ այնտեղից հավաքական առաջին նպատակներից մեկը նաև դա է։ Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի համար երկրորդ ոսկին նվաճեց Մանուել Պետրոսյանը։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու շրջանցեց իր տարիքային խմբի բոլոր շախմատիստներին։ Թիմային աշխատանքով ու մեդալը նվաճում է ազգի համար, ոչ թե ինչ-որ մեկի համար։ Իսկ ոսկե մեդալը ուղղակի աշխատանքի արդյունքն է ու դու ուրախանում ես, որ քո աշխատանքը իզուր չի անցել կամ չի կորել, ինչ-որ արդյունք է տվել։ 18-ամյա Մանուելի երազանքը մեկն է դառնալ լավ շախմատիստ ու բարձր պահել Հայաստանի դրոշը։ Այժմ կատարում է իր պարտքը, ծառայում է հայոց բանակում։ Նորակոչիկ Պետրոսյանն արդեն գիտի, Զորամասում նոր մականուն են մտածել՝ Նորակոչիկ աշխարհի չեմպիոն։ Այդպես է ստացվում։ Ռուսաստանում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը միակ երկիրն էր, որը նվաճեց 2 ոսկե մեդալ։ Պատանի հայ շախմատիստների Եվրոպայի աշխարհի առաջնություններում տարբեր միջազգային մրցաշարերում նվաճած յուրաքանչյուր մեդալը ցույց է տալիս, որ հայկական շախմատում մարզիկների սերնդափոխությունը ճիշտ ճանապարհի վրա է։ Գրիգոր Ավետիսյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։